Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ, շարունակելով նախորդ վլոգը։ Կեսգիշերին վերադարձել ենք Իտալիայից ու սա արդեն հաջորդ առավոտն է։ Սիրելիներս, առավոտյան գործերը բրծել ենք, նախաճաշը արել ենք ու ես երեկոյի համար արդեն պատրաստություն եմ տեսնում։ Այստեղ ունեմ խոզիմիս մայնացրած, այստեղ ձուկա, այն հոմովցկից, որն անգամ սարքել ենք, ու այստեղ դեռ նախորդ անգամվանից մնացած մի փոքր քեբաբի ֆարշ ունենք, տեսնենք այս կլինի, չլինի, ինչ կանենք, ամեն դեպքում սրանք թողեմ, բարձրանք մեկ սուրճ խմենք, հետո նոր կամ շարունակեմ։ Սկսեցինք շարել, մենք կրակը, շարել։ Եկել եմ նկուղից էլ մի հատ սիրոպ տանենք, որ հյութ սարքենք, խմենք։ Ստեմ ինչ եմ տանում։ Վերջ մեր ընթրիքը պատրաստ է, գնացինք ընտանեկան ընթրիքի։ Բարի լույս սիրելիներս, առավոտ շուտ, տեսեք մի հատ ինչ եղանակ է, Իտալիայից հետո, այս շոքերից հետո այս եղանակը։ Կարելի ասել ցուրտ է, տեսեք մարդիկ ոնց են հագնված, բայց ես դե կիսատ թևերով եմ։ Ու քանի որ այսօրվանից Վիտոն աշխատանքի է, ես էլ ստիպված ավտոբուսով եմ արդեն աշխատանքի գնալու։ Այսօր աշխատանքից հետո գնալու ենք թիմային ընթրիքի։ Մեր թիմով գնալու ենք ընտրելու, քանի որ այն մյուս անող աղջիկը վաղը վերջի աշխատանքային օրն է, գնում ենք հրաժեշտի երեկո անցկացնենք սիրուն հավեստեղ։ Այ, գնում ես հետևով պետք է մտնեմ, բացեմ։ Դե, բոլորիս հաճելի աշխատանքային շաբաթ։ Հասել եմ արդեն դուռն եմ ուզում բացեմ, բանալին եմ հանում պայուսակիցս ու տենում եմ, որ մենակ այս պուճուր պայուսակով եմ։ Ու այդ նշանակում է, որ ես մոնդվիչումը թողել եմ սառնարանում, չեմ վերցրել։ Երեկոյան պատրաստել էի համեղ բանջարեղեններով, պաներով, սենց ապան, բոքս, լանչ բոքս, չեմ վերցրել, բայց դե քանի որ երեկոյան 7-ին է ընթրիքը, միջև այդ հաստատ կձգել է կձգեմ, ուղղակի հետո գլխացավ է սկսվում մոտս։ Ավելի լավ է, գնամ մի հատ ուտելու բան վերցնեմ ստեղից, թեկուզ մի բան սուրճի հետ, այնքան որ ծանրաբեռնված օր է, թե չէ տանը երբեմն մոռանում եմ ուտելու մասին, բայց դե ստեղ չի լինի։ Գնում են վերևում է, ավան, էլի ենք իրար հետ գնացել բոլորով միասին, այդ համով բեքերայը, գնամ ընդեղից մի բան վերցնեմ ու գնանք սկսենք աշխատել։ Հասանք, մտնենք, վերցնենք ու շուտ դուրս գանք։ Գնացինք ու քանի որ մենակ ինձ համար չէի կարա առնեի, սենց երկու հատ բուլկի եմ վերցրել, մի հատ սենց շատ համով է այս տեսակը, սել չամիչով բուլկիներ է։ Տեսնենք ով որը կուզի աղջիկ։ Ու մենք արդեն ճանապարհին ենք, աշխատակցուհու մեքենայով եմ գնում, այսինքն երկու մեքենաներով ենք գնում, որպեսզի հետո կան նորից կվերցնեն մեքենաները ու կգնանք տուն։ Ես ծովամթերքների մեծն սիրահարս չէի կարող ուղղակի ծովամթերք չպատվիրել, ահա այստեղ ամենքը ինչ որ մի բան, իսկ ես ուղղակի ծովամթերք։ Մի հատ տեսեք ինչքան սիրուն է այստեղ ամեն ինչ, ու Իտալիայից հետո կարծես կրկին Իտալիայում լիներ, չնայած որ սա Ավստրիան է, հարուստ է լճերով ու շատ սիրուն։ Բնությունը համեմատելու չի Իտալիայի բնության հետ, բայց տեսարանը կարծես դեռ Իտալիայում լինեմ։ Վերջ սիրելիներս, այսպիսի գեղեցիկ տեսարանով էլ նստենք, ընթրենք ու գնանք տուն։
Սիրելիներս, սա արդեն հաջորդ օրն է, սկեսուրենքը ստեքորս տուն են եկել ու մեզ կանչել են բոնչիկ չէ, պերաշկի ուտելու, տակ պերաշկի ամեն ինչ պատրաստել էր ու սպասում էր, որ գնանք ու նոր սկսի, իսկ տակ, որպեսի թխի ու մենք ուտենք, այստեղ Զոյկան, ինչպես միշտ ինքն իր տարերքի մեջ է, ապարում է տատիկի հետ, շատ ուրախ երկու Զոյաներով, շատ հավես ժամանակ անցկացրինք մի կողմից տակ պերաշկի ուտելով, մի կողմից էլ զրույցներով ու երկու Զոյաների պարը վայելելով։ Այ բարի լույս սիրելիներս, գնում ենք առավոտ պարտադիր պետք է մի հատ էլ մագվի, թոշեկուլանի նոր գնանք։ Եղանակ անձրևոտ ու ամբողջ շաբաթը սենց հալինելու։ Չտրամադրող չնաս դեռ ժամը 6-ն է առավոտվա, բայց դա արդեն երևում է, որ անձրևոտ է լինելու։ Լավ ես? Հայ քրչված մուկ։ Լավ լողացար։ Բինգոին լողացրել եմ, Զոյկան հանել է, բաթեթի մեջ, որ բինգոն չորանա։ Ինչ են խաղում։ Բարի լույս սիրելիներս, բարի 5 շաբթի առավոտ։ Գնում եմ աշխատանքի, վաղը տանն եմ, գլխավորը տեղում չեր լինելու, ես էլ այսօր բոլոր գործերս կվերջացնեմ, վաղվա այն պացիենտներին, որոնց հետ որ ես հարցազրույց ունեի, տեղափոխել եմ այսօր, որ վաղը ես էլ տանը մնամ, այսօրը սկեսուրենցս ճանապարհում ենք, որ գոնե մի ամբողջ օր իրար հետ անցկացնենք, պատրաստում ենք մի փոքր է որ նա վերջնական այդպիսի բաներ։ Ես արդեն տանեմ ու մի անգամից անցել եմ գործի, պատրաստում եմ լազանիա եւ համեղ վրացական խաչապուրի։ Սիրելիներս, խմորն արդեն պատրաստ է, իսկ այս կողմում հանել եմ, որ իսենց լավ քամվեն, մետլվածել եմ, որ շատ աղետ չլինի, այստեղ այսենց իրուն տեղին պանի, այստեղ ավելի շատ յուղայնությամբ, տրորելու եմ, էլ կարակ չեմ ավելացնի, որտեղ իրենք շատ յուղային պանիրներ են, ու այս գաուդան էլ իսենց իրուն, չէ գաուդա չի տոստի պանիրա ոնց որ, մի խոսքով հալվող պանիրա, էդ էլ բան կանեմ, էլի մանր կտրորեմ, կամ քերիչով կանցկացնեմ ու վերջ, մեկ էլ ձույա պետք վրա կսելու համար։ Սիրելիներս, այս մյուս կողմում միաժամանակ լազանյան եմ պատրաստում, տակը բաշամել սոուսն եմ լցրել, դրել եմ լիստերը, կարող ենք վրան էլ քսել նորից, բայց որ մեր տղամարդիկ, իմ տան տղամարդիկ այդքան շատ բաշամել սոուսի սիրահար չեն, դրա համար աշխատում եմ քիչ լցնեմ, հետո ավելացնում ենք այս համեղ սոուսը, հետո նորից, գիտեք, արդեն այնքան շատ եմ ես պատրաստել, իսկ եթե ոչ իմ էջում կա գրեք լազանյա, Կարին վլոգ կբերի։ Առաջի շարքը դրված է, պանիրը քսել եմ, լցրել եմ, հիմա երկրորդը կրտնակում եմ, փռեմ վրան ու շարունակենք։ Ահա, արդեն ամեն կողմերից ինքշոտ փափուկ ենթարկվող խմորը հարթացնում ենք, հիմա ձուն եմ քսում, լավ ծակծկում եմ, հետո սիրունքը կտրատեմ, նոր կդնեմ ջեռոց։ Սենց ու հիմա կարանք տեղավորենք արդեն ջեռոց։ Սիրելիներս ու քանի դեռ սկեսուրս այստեղ է, իմ ամենա սիրելի գործը, ամենօրյա զբաղմունքը, սա է թերևս, անգամ սպիտակով էլ եմ արել թվասերային, սուրճը սեպից,
Սուրճ խմենք մի հատ։ Հա, ես մինչև սուրճ խմեցի, Ելենս հանել է արդեն։ Ոյ, սենց մի հատ նայեք այս հրաշքը, ուй։ Այս ամենահամեղն է։ Էլ գիտես չէ, ես ումից եմ սովորել։ Մեր Վիեննայի հարևան վրացուի Մարինայի հիշում ես, չէ։ Հա։ Մարինայից ինքն էր պատրաստում մեր համար։ Ուй, բույրը։ Կունեմ մեկ անգամ կյանքում պետք է փորձել էս պատրաստել ու վայելել։ Ոսե կուրեմ Ելենը սիրում է տապտակ եւ ժողովուրդ նենց համով լուրջ եմ անում, փորձեք շատ համով է։ Ելենը բռվել է գետին, ասում եմ ես ինչա, ոչ սենց սառը տակ-տակ կտրում ես, ինքը այսպես հալվում է, Ելենը սենց է սիրում, իսկ ես սիրում եմ, երբ որ ինքը մի քիչ սառում է, անբալես անիշ։ Սառում է, պանիրն էլ է պնդանում, ու սենց օй շատ լավն է, բայց ոչ շատ սառենք, որ մի քիչ պանիրը պնդանա, մի հատ նայեք էլի։ Կդե բանը գաթայի խմորն է նույն մածնով գաթանա, ես փափուկ ուղղակի աղի։ Իդեպ այս ընթացքում լազանյաները էր արդեն պատրաստ եւ մենք ընթրեցինք։ Անգել, Ելենը իր կարծիքը ասել է, մատել դու ասա, էլի։ Բոմբա։ Բոմբա։ Գնացինք։ Վերջ համովություններս պատրաստ են։ Դե մնացած բաներն էլ էջ սրանք են իմ համար կարևոր են, ինչ որ իմ ձեռքով եմ սարքում, կոնֆետ-մոնֆետը չի հետաքրքրում։ Թե եմ դրել, քանի որ ցուրտ է մի քիչ, մեկ էլ սուրճ, հեսա հասնում են, տեքրեն կսեր են հասնում, կիսուր են սեմ բերում իրենց տունն էին։ Գնանք սուրճ խմենք։ Ես կամում արդեն պատրաստել եմ էլի։ Բինգո, ձեյա։ Գնացել ենք շպար գնումների, նաև գնել ենք երշիկներ, հիմա մի հատ կտրատեմ, տեսեք ինչքան համեղ է այս մի երշիկը, այս մի տեսակը, ինքը դդումի կորիզներով է ու շատ համեղ։ Բարի լույս։ Արթնացել ենք սուրճի ու Ալենի համար, մեր երեխեքի համար, ինչքան ուզում է տնական համով բաներ, այս ավստրիական, այս գրամոր մամուկուխենը ամենահամովն է, չէ՞ քո համար։ Այսօր, ցավոք, այսօր վերջին օրն է, տատիկ պապիկի էստեղ, հեսա սուրճ խմենք, հաց ենք կերել, սուրճ խմենք, որ դուրս գանք։ Ինչ ես էլ էի պատրաստվում, Անգելինան էլ էստեղ տատիկին պատրաստելու կարևոր գործով է զբաղված։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ։ Այսօր արդեն ամսի 22-ն է ու հասավ այն օրը, որ պետքա տանենք մամային, պապային ճանապարհելու։ Վերջի մի քանի օրը շատ քիչ եմ նկարել, որովհետև ամեն ինչ այնքան էմոցիոնալ էր, անընդհատ սենց հույզեր, մաման, երեխեքը Զայկայի մասին չասեմ, Զայկան ինչքան օրերը մոտենում էր, շատ ծանր էր տանում, շատ էր կապվել Զայկան տատիկ պապիկի հետ, իրենց հետ էր ամբողջ օր, իրենց հետ էր քնում, ու նույնիսկ սկեսուրս ասում է, այս վերջի 2 օրը գիշերները պտտվում լացում էր, այսօր էլ է շատ տխուր, սենց չի ուզում ոչ մի բան անի, պատրաստվի, ինչի պատրաստվեմ, ասեմ արի շոր հագնենք, որ նկարվենք, ինչին պատրաստվեմ, ես տխուր եմ բան, ու տենց դրա համար քիչ եմ նկարել, որ ավելի սենց ամբողջ էմոցիաներով վայելենք իրար, ու հիմա դա պատրաստվեցինք, պետքա գնանք, արի տեսնեմ, պետքա գնանք ճանապարհենք, հիմա մի հատ Զայկայի մազերն էլ սարքենք, Զայկա ես տխուր չես, հարցնում եմ, ասում է, Զայկա խեր լացում, Զայկան ձեն չի հանում, հետո սկեսուրը սկսես լացել, ասում է, ես էիք ուզում, այս համար չէի ասում, ես էիք ուզում ու ես էլ անկախ ինձ ասում է, հիմա ասում է, բա դու խի ես լացում, ես էլ քեզ հարցնեմ, խի ես լացում, դեն սիրելիներս ինչ անենք, հիմա գնամ Զայկայի մազերն էլ սանրեմ, սուրճ տնեմ մի հատ էլ, հեսա ընգելս պատրաստեց տատիկին, սիրունացրեց, հեսա տեքրենք սելկան, սուրճ խմենք ու դուրս կանք, Վիտոն արդեն իրերն ա տեղավորում մեքենայի մեջ, էլի մեծերով ենք գնում 6-ով, գնանք ճանապարհենք, այսօր ամբողջ օրը գտևի, այսինքն թռիչքը երեկոյան է 7-ին, բայց դե Բրատիսլավա ենք գնալու, ընդեղից է թռիչքը, լավ, գնամ ընթացքում, տեսնեմ, որ հարմար պահել լինի կնկարեմ։
Տատու թոր գնացել են վերջնական զրույց են անում իրար հետ։ Նեղվել ազայկան շատ։ Ու ամենադաժան պահը։ Առավոտից է դա եկա երկու տատի միլացի։ Հասել ենք ասֆինակ կանգնել ենք մի հատ հանգստանանք շարունակենք։ Ինչ մենք արդեն օդանավակայանում ենք, ճանապարհ ենք ու դուրս գանք, քիչ ժամանակ է մնացել։ Սիրելիներս, դե ինչ ճանապարհեցինք, դուրս եկանք, գնացինք սուրճ խմելու, մի քիչ Բրատիսլավայում այսպես օղակի ման գալու, մինչև ինքնաթիռն էլ արդեն օդ բարձրացավ ու հանգիստ խղճով ճանապարհ ընկանք դեպի Ավստրիա, դե հենպես է, որ Բրատիսլավայից Վիեննա ընդամենը մի քանի կիլոմետր է, մի հատ տեսեք ինչքան սիրուն մայրամուտ է, ինչքան գեղեցիկ ամեն ինչ։ Հա ինչի Բրատիսլավա, որովհետև Տոմսը Սլովակիայով էինք գնել ու մամայինք պետքա Բրատիսլավայից թռնեին դեպի Հայաստան։ Նայենք ինչքան սիրուն է, ամեն ինչ շատ սիրուն, շատ պատմական, մի կողմում 5 քաղաքն է, մի կողմում Մոստի մի կողմում 5 քաղաքն է, մյուս կողմում նորը, շատ գեղեցիկ մայրամուտ։ Դե մեզ բարի ճանապարհ։ Սիրելիներս, մոնտաժում եմ վլոգը ու կարծես պատմական վլոգ լինի, ամեն ինչ պատմում եմ, այնպես է ստացվում, որ ուղղակի վավերագրական ֆիլմ կարծես լինի, բայց հավատացեք, այլ կերպ հնարավոր չէր, որովհետև այնքան էմոցիաներ, այնքան որ չէի կարողանում նկարել վերջի օրերը, իսկապես շատ մի ուրիշ տեսակ էմոցիոնալ էինք բոլորս, դրա համար աշխատել եմ քիչ վլոգներ նկարել ու ավելի շատ սենց ուղղակի կադրերով եմ կիսվում։ Շատ կապվել էինք արդեն միմյանց հետ, դե քիչ չէր մեկ ամիս ժամանակը, երեխեքն էլ, մենք էլ ու բաժանումը շատ դժվար էր ու իհարկե գնալով էլ ավելի դժվար է լինելու, երբ որ գնանք առավոտյան արթնանանք ու առավոտյան սուրճին, առավոտ ժամը 6-ի սուրճին մաման պապան չլինեն մեր հետ, պատշգամբում կկարոտենք մեր սուրճի ժամերը, մեր ընթրիքի ժամերը, ամեն ինչը իհարկե դժվար է, բայց ինչ արած, ունենք այն ինչ ունենք։ Դե ինչ սիրելիներս, այս փոքրիկ վլոգն էլ, ավարտական վլոգն էլ ձեզ համար, իսկ մենք էլ հանգստանանք, որ վաղվանից սկսենք պատրաստվել աշխատանքի և ինչու ոչ նաև դասերին։